Հետքը գրում է. 3 առավոտյան լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել է մի տեսանյութ, որում ըստ լրագրողի երևում էր ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում ազգային ժողովի ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին։ Ավելի ուշ ՀԿ-ից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 2 ձերբակալված։ Ձերբակալվածներից մեկը Աբովյանի ավականու ԿՊ խմբակցության անդամ Միլոն Mining ՍՊ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանն է։ Կայքի հետ զրույցում Միլոն Mining ՍՊ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը նշել է, որ Ավետ Կոնջորյանին իր հետ ծանոթացրել է Նաիրի Հակոբյանը։ Կոնջորյանն ու Հակոբյանն ընկերներ են եղել։ Հակոբյանը պատմել է, որ Հովակիմյանին առաջարկել է ընկերոջը Կոնջորյանին նշանակել Միլոն Realty ՍՊ-ի տնօրեն։ Այս ընկերությունը զբաղվում էր Միլոն Mining ՍՊ-ի կառուցած բնակարանների վաճառքով։ Միլոն Mining ՍՊ-ի իրավաբանը Լավրենտ Հարությունյանը պատմել է, որ Միլոն Realty-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ 2 տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել։ Վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացել է նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասել է, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100,000 ԱՄՆ դոլարը։ Հրապարակը գրում է. ընտրություններից առաջ ՔՊ-ն գործի դրեց տարբեր մեխանիզմներ ցանկալի քանակի ձայներ ստանալու համար։ Այդ օրերին ամենաակտիվը թերևս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր, ով որում մեջ տնտեսվարողներին ու գյուղացիներին աջակցության ծրագրեր էր ներկայացնում։ Ընտրություններից 5 օր առաջ նախարար Պապոյանը դիմելով գյուղացիներին անչափ ուրախ դեմքով ասաց, որ մարզերում կաթի արտադրության գործընթացին աջակցելու նպատակով նախարարությունը կսուբսիդավորի կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին։ Սուբսիդավորումը կտրամադրվի շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած կովերի համար 1 կովի հաշվով 15,000 դրամի չափով։ Կայքը գրավոր հարցում էր ուղարկել նախարարություն, թե քանի քաղաքացի կամ խոշոր ֆերմերային տնտեսությամբ զբաղվող անձ է օգտվել այս ծրագրից եւ որքան գումար է հատկացվել։ Կայքին պատասխանել են. 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման շրջանակում ընթանում են դիմումների ամփոփման եւ պայմանագրերի կնքման աշխատանքները եւ սույն թվականի հուլիսի 20-ի դրությամբ միջոցառման շրջանակում դեռևս փոխհատուցում ստացած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք չկան։ Իսկ թե որքան փոխհատուցում է տրվել տնտեսվարողներին հարցինի պատասխան նախարարությունից հայտնել են։ Հայաստանի տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում փոխհատուցման գումարները չեն հաշվարկվել ըստ մարզերի, այլ հաշվարկվել են ըստ շահառու տնտեսվարող ընկերությունների։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ պետական աջակցության փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 735 միլիոն 285 հազար 725 դրամ։ Ժողովուրդը գրում է. սովորաբար ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը աշխարհի տարբեր երկրներում պետական մարմիններին աջակցում է դրամաշնորհներով, տեխնիկական աջակցությամբ եւ փորձագիտական ռեսուրսներով։ Հայաստանում սակայն գործում է նաեւ հակառակ ֆինանսական հոսքը։ 2024 թվականի ֆինանսավորման համաձայնագրով ազգային ժողովի աշխատակազմը պարտավորվել է ՄԱԶԾ-ին հատկացնել 240 միլիոն 600 հազար դրամ։ Թերթի հարցման ի պատասխան ԱԺ աշխատակազմը պատասխանել է. Հայաստանի ազգային ժողովի կողմից ՄԱԿ-ի զարգացման ծրագրին կատարված ֆինանսական փոխանցման համար հիմք է հանդիսացել 2024 թվականի ԱԺ աշխատակազմի եւ ՄԱԶԾ-ի միջև կնքված ֆինանսական համաձայնագիրը։ Այն վերաբերում է խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրին։ Այն նախատեսված է 2024-ից 27 թվականների համար եւ իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանի, Շվեդիայի եւ Նորվեգիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 3.19 միլիոն ԱՄՆ դոլար։ ԿՊԱ-ական падգամավորները ՄԱԿ-ի եւ պետության միջոցներով փաստացի հանգստի են մեկնել կուրորտային քաղաքներ, որտեղ ընթացս մասնակցել են ինչ-որ դասընթացների կամ ելույթներ են լսել։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ իրավական առումով ազգային ժողովի եւ ՄԱԶԾ-ի համագործակցությունը ձևակերպված է։ Իսկ ծրագիրը միջազգային համաֆինանսավորմամբ իրականացվող բազմամյա նախաձեռնություն է։ Սակայն սույն փաստաթղթերը չեն պատասխանում ամենակարևոր հարցին. 240.6 միլիոն դրամի դիմաց ինչ չափելի արդյունք է ստացել եւ ստանալու Հայաստանի հարկատուն։ Հրապարակը գրում է. մինչ հանրությունը քննարկում է երիտասարդ տղամարդուն ծեծի ենթարկելու կադրերը, Աբովյան քաղաքի կայքի աղբյուրը հայտնել է, որ Ավետ Կոնջորյանը Աբովյանում չսիրված կերպար է, հայտնի էր հղփացած վարքով։ Աղբյուրը պատմել է, որ վերջինս հեղափոխությունից հետո կտրուկ հարստացել է, գնել է Brabus ավտոմեքենա եւ Աբովյանում պարբերաբար իր Brabus-ով ճռիկներ է անում։ Աչուձախ ռեպլիկներ բաց թողնում մարդկանց հասցեին, իսկ ընտրությունների ժամանակ իրենց թաղում աշխատում է ՔՊ-ի համար։ Մարդկանց տարբեր խոստումներ էր տալիս ու ձայներ հավաքում։ Ավետը կիսագողական բարքերի
կարող է, ինչի դեմ իբրև թե պայքարում է Նիկոլ Փաշինյանը։ Սակայն վերջին իրադարձությունները, մասնավորապես նրա ոստիկանություն դիմելը, փաստեցին, որ նա անգամ այդ բարքերի կրողն էլ չէ շարքային կուրաժիտ դեմք է։ Նա վերջին տարիներին Միլոն Realty ընկերության տնօրենն էր եւ այն, որ Աբովյանում աճուձախ բարձրահարկ շենքեր են կառուցվել, դա էլ է իր շնորհքը։ Աբովյանցիները պատմում են, որ հենց այդ ընկերության գործունեության արդյունքում է քաղաքավերածվել խառնաշփոթի, ամեն քայլափոխի շենքշինություններ են։ Ուշագրավ է, որ Փաշինյանը իբրև թե պայքարում է օլիգարխների ու հղկվածածների դեմ, սակայն հենց ինքը իր կառավարման այս 8.5 տարիներին հասցրել է այդպիսիներին ծննել։ Հրապարակը գրում է. Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ Ռուսաստանի Դաշնության տնտեսական սահմանափակումներն արդեն հասցրել են Հայաստանի որոշ առանցքային ոլորտներին ուժգին հարված հասցնել ու հետևանքներն արդեն իսկ սարսափելի են։ Սակայն Պուտինն ու ռուսական կողմն արդեն մի քանի անգամ ակնարկել են այն մասին, որ եթե Հայաստանի իշխանությունները որոշել են գնալ Ռուսաստանի համար թշնամական համարվող Եվրամիություն, ապա Ռուսաստանը կարող է վերանայել նաև Հայաստանին վաճառվող գազի գինը։ Ռուսաստանի իշխանությունները պարզապես կարող են դադարեցնել գազի սուբսիդավորումը եւ այն վաճառել Հայաստանին Եվրոպայի գնով։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանին սպառնում են ոչ միայն տնտեսական, այլև էներգետիկ համակարգային աղետներ։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Հայակվեի անդամ Արմեն Մանվելյանը կայքի հետ զրույցում ասել է, որ երբ Եվրամիությունը խոսում է էներգետիկ անվտանգության մասին կամ էներգետիկ համակարգերի ստեղծման մասին, պետք է հիշել, որ Եվրամիությունն այս պահին ինքը գտնվում է շատ լուրջ էներգետիկ ճգնաժամում։ Եվ ամեն անգամ, երբ եվրոպացիներն ասում են, որ իրենք ինչ-որ կախարդական փայտիկ ունեն եւ կարող են ինչ-որ մեկին օգնել, ու երբեմն էլ բերում են Մոլդովայի եւ Ուկրաինայի օրինակը, դրանք սարսափելի վատ օրինակներ են։ Աստված չանի Հայաստանը գնա այդ ճանապարհով, մենք կհայտնվենք նույն վիճակում, ինչ Մոլդովան ու Ուկրաինան, ինչպես ասում են, հասկացողը պիտի հասկանա, նկատել է էներգետիկ անվտանգության փորձագետը։ Փաստը գրում է. 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների հարազատները մեկ շաբաթ ժամանակ էին տվել կառավարությանը իրենց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ բարձրաբանումներ տալու համար։ Անհայտ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը նշել է, որ այսօր լրացել է իրենց տրամադրած ժամկետը, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Ղուկասյանը նշել է, որ այսօր ծնողների հետ քննարկում են ունեցել, խորհրդակցել են։ Պատրաստվում ենք, բայց մինչ այդ այսօր ծնողներով հավաքվել ենք, մեր ընդհանուր խորհրդով որոշել ենք մեր հետագա անելիքները եւ պետք է գնանք ԱԱԾ։ Մեր նպատակը իշխանությունների դեմ որևէ բան անելը չէ, այլ մեր նպատակը մեր երեխեքի որոնման հարցն է, խողովակը գտնելը։ Եթե այսօր իշխանությունը գործ չի անում, մենք մեր խողովակը կգտնենք ու կարծես արդեն նշмарվում են այդ խողովակները, ասել է նա։